Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ստուդիայում ես եմ Արաջ Ալաբյանը, Արտյոմ Զաքարյանը եւ մեզ հյուրը եկել Մանուել Մարտիրոսյանը, Նայիրի ապահովագրական ընկերության տնօրեն։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ։ Բարև Մանուել ջան, շնորհակալություն, որ քո խիստ զբաղված ժամանակի մեջ մեր համար պահ գտար, ժամանակ գտար, շատ կարծում եմ հետաքրքիր զրույցամ է սպասվում։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար, սիրով։ Արտյոմին ասեմ իմանա, որ Մանեն բացի որ full time ընկերության, կարևոր ընկերության տնօրեն է, նաև ստացիոնար սովորում է Սորբոնի համալսարանի executive MBA արդեն 2 տարի բավականին դժվար է, քանի անգամ իր ճամփորդել 80։ Այո, 2 օր առաջ հրապարակել էի, որ նախորդ տարի 89 անգամ ճամփորդել եմ արկա ուսուցման հետևից գնալով, այսինքն գրեթե ամեն շաբաթ ես մեկնել եմ Փարիզ դասերի մասնակցելու համար։ Եվ դեռ շարունակվում է ընթացքը։ Բայց լավ կողմը այն է, որ այս տարի հունիսին ավարտում եմ։ Իսկ այդ որոշմանը ո՞նց եկար։ Քանի տարի է Նայիրում ես։ Ոյ, Նայիրում եմ արդեն 16 տարի եւ ավել, շուտվանից։ Իրավաբան էր, չէ՞։ Այո, եւ պետքա մի փոքր փակագիծեր բացեմ։ Ես նախկինում աշխատանքային ստաժով պատիվ եմ ունեցել նաեւ Արայի հետ աշխատելու եւ հենց այդ գործատուի մոտից անմիջապես տեղափոխվել եմ Նայիրի Insurance։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Ես Նայիրի Insurance ընդունվել եմ որպես իրավաբան, որտեղ առաջին մասնագիտությամբ ավարտել եմ ֆրանսիական համալսարանը եւ իրավաբանության մագիստրոսի կոչում ունեմ։ Նայիրի Insurance-ին դիմել եմ ինքնակենսագրական ուղարկելով եւ գնացել եմ հարցազրույցի, ընդունվել եմ աշխատանքի, սկզբից որ գնացի աշխատանքային պայմանները տեսնելու, փոքրիկ ընկերություն, չգիտեմ, կհիշեք, Պուշկին 50 հասցեում էր տեղակայված։ Չէ, ես Պիացա Գրանդը եմ հիշում։ Ահա, այսինքն Պիացա Գրանդը մենք տեղափոխվել ենք 2010 թվականին։ Ես աշխատանքի եմ ընդունվել Պուշկին 50 հասցեում, մի հատ փոքր գրասենյակ եւ մի փոքր նկուղային հատվածում փոքրիկ սեղան եւ համակարգիչ, ու հենց դուրը բացեցի մտա աշխատասենյակ, ասացի դե լավ մի 2 ամիս հետո երևի ես Նայիրից կհեռանամ։ Դե 2 ամիսն է։ Արդեն 16 տարին բոլորում է, որ ես Նայիրում եմ։ Կինոյի պատմությունն է։ Լրիվ։ Ես իրականում սիրում եմ նաև այս մասին պատմել, ինչու, որովհետև այն մարդիկում կարող է սա օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է սկսել ամենասկսնակ պաշտոնից, իրավախորհրդատու եմ ընդունվել, այնուհետև ստեղծել եմ իրավաբանական ստորաբաժանում, այնուհետև դարձել եմ գործադիր տնօրենի տեղակալ։ Իսկ այդ անցումը ո՞նց է եղել։ Անցումը բավականին հետաքրքիր է եղել, ինչու։ Եվ երևի թե այս տարիները Որովհետև իրավաբանից, չգիտեմ, տնօրեն հաճախ չեն գնում, երևի գնում են, բայց շատ հաճախ չեն գնում, ավելի երևի ես էլ հակված կլինեմ այդ մտքին, բայց իրավաբանությունը օգնում է առհասարակ ռիսկերի կառավարումը հասկանալ, եւ երևի թե այս ամբողջ տարիների ճանապարհը ինձ այդ հետաքրքրությունը եւ այդ ամբիցիան եւ այդ սերը իմ աշխատանքի հանդեպ, որ անընդհատ տարի փոփոխվել է այն ծավալը աշխատանքի եւ այն գործառույթները, որոնք ես իրականացրել եմ, ու դա է եղել այդ հետաքրքրությունը արարել, ստեղծել, արժեք ստեղծել, նոր բան անել, ու իրավաբանությունից շատ արագ կարողացա shift լինել, այսպես ասած, փոխել մտահորիզոնս դեպի ավելի շատ ռիսկերի կառավարման, ֆինանսական ուղղվածության գործառույթների իրականացման։ Ես ճիշտ հասկացա, որ ԿԲ-ում եք աշխատել իրար հետ, չէ՞, բա։ Լավ, օքեյ։ Առևտրային բանկ։ Հայ, Impex։ Swiss։ Swiss, օքեյ։ Իսկ այդ փոխելը բանկային համակարգից դուրս գալ ապահովագրություն էնել 16 տարի առաջ ապահովագրությունը շատ փոքր մաս էր գալու ֆինանսական։ Հիմա էլ է փոքր, բայց այն ժամանակ երևի դա ասած էլի մի հատ փոքր գրասենյակ էր։ Գրասենյակը մի կողմ, ամբողջ համակարգը
ապահովության եւ շատ փոքր էր, այդ որոշումը ո՞նց կայացվեց։ Իսկն ինչն էր հետաքրքիր ապահովագրության վերաբերյալ։ Իրականում իմ կարիերայի մեջ, երբ որ նայում եք իմ ինքնակենսագրականը, երբ որ ես փնտրել եմ իմ գործատուին, սկսել եմ պետականից։ Պետականը դիմել եմ եւ աշխատել եմ Պաշտպանության նախարարությունում, այնուհետև տեղափոխվել եմ դատական դեպարտամент, առաջին ատյանի դատանում եմ աշխատել ու հասկացա, որ ես պետականում չեմ կարողանում հարմարվել, իմ համար չէ պետական ոլորտը, ես պետք է գնամ մասնավոր, որ այն կտոր օրացի ստեղծեմ, նորարարություն պարփակված շատ չլինեմ, ու գնացի մասնավոր ոլորտ։ Մասնավորում բանկային ոլորտը շատ սիրեցի, որտեղ կարգավորում կա։ Կարգավորված է, նորմավորված է, եւ զուգահեռ բանկերին ուսումնասիրում էի առհասարակ, որ գտնեի իմ գործատուին, բայց հենց ֆինանսական ոլորտում, այսինքն գիտեի, որ ֆինանսականն է իմը, բանկ, վարկային, ապահովագրական։ Եվ ձեր ասացի պես ապահովությունը տարիներին այնքանով էին մարդիկ օգտվում, որքանով որ ուղակի բանկը պարտադիր վարկը տալուց պետք էր ապահովագրություն անել։ Ինձ համար ուսումնասիրել էի մի փոքր եւ տեսել էի Նաիրի հայտարարությունը, գրավիչ թվաց, որ ոլորտը զարգացող ոլորտ է։ Հենց այդ բանը նշмарել էի, որ ինքը զարգացող ոլորտ է եւ հայտարարությունով դիմել էի ուղակի հասկանալու համար ոլորտը։ Ու որ սկզբից սկսել էի գործառույթը, հասկացա, որ այնքան բազմազան է ապահովագրության տարերը, այնքան բազմազան է աշխատանքը ապահովագրության ոլորտում, որ ես հաստատ կգտնեմ հետաքրքրություն, որովհետեւ մարդուն առնչվող ամենատարբեր ռիսկերի հետ դու առնչություն ունես։ Բայց ավելի շատ ռիսկերի մասին է, թե վաճառքների մասին է ապահովագրությունը։ Ինձ թվում է ճիշտ հաշվարկված ռիսկերով գրագետ վաճառք անելու մասին է ապահովագրությունը, որովհետև իրականում ինչ ենք մենք անում, մենք ի տարբերություն այլ ֆինանսական կազմակերպությունների, երբ որ դու մտնում ես բանկ գումարով, գումար ստանալու նպատակով եւ արդյունքում ձեռք ես բերում որևէ ապրանք, նյութական արժեք, դու գիտես շոշափելի դու վերցրեցիր այս պարտավորությունը, դու դիմացում ունես այսա։ Մենք վաճառում ենք ամենաթանկ, մենք վաճառում ենք մարդուն խոստում։ Ինչ ենք ասում ենք դու գումար ես վճարում, որ մենք եթե քեզ հետ տեղի ունենա այս իրադարձությունները, քո կողքին ենք եւ քեզ փոխհատուցում կտրամադրենք։ Ու թերևս ինձ թվում է ֆինանսականներից ապահովագրականը վաճառքի տեսանկյունից ամենաբարդն է մարդու հոգեբանորեն սպառողի տեսանկյունից, որ պետք է վստահություն ձեռք բերես, որ ինքը վճարում է գումար մի բանի համար, որը գոյություն չունի այս պահին։ Դա ընդհանրապես խոստում է, որ եթե տեղի ունենա, ապահովությունն է առնում, ու մեր մոտ այնց բոլորը չի որ դա համար պատրաստ են վճարել ապահովություն, բոլորն եք ուզենան ունենալ, բայց շատերը երևի մտածում են դե իմ հետ տեղի չունենա։ Այո։ Իրականում վաճառքի տեսանկյունից վերգույքային պրոդուկտները, որոնք որ վերաբերում են օրինակ տրանսպորտային միջոցին, մեր տան ապահովագրությանը, պատասխանատվությանը եւ այլն, շատ ավելի հեշտ է վաճառել, բայց եւ որ խոսքը վերաբերում է առողջությանը, որ մենք ինչ է հոգեբանորեն ունենք այդ պաշտպանության միտքը մեր մեջ, որ ինձ հետ այդ իրադարձությունը տեղի չի ունենա։ Եվ երբ որ դու խոսում ես մարդու հետ նկարագրում ես, որ Աստված մի ասացե քրիտիկական հիվանդությունների եւ այլն, մարդը ասում է, «Ոյ, չէ, դրանք ինձ հետ տեղի չի ունենա»։ Այդ հոգեբանական պաշտպանական ռեակցիան միանշանակ կա սպառողի մոտ։ Ապան շարունակում մնալ գերակշռող մասը, չէ՞։ Ապահովագրության։ Ապան բոլոր ապահովագրական ընկերություններում։ Բոլոր ապահովագրական ընկերությունների բացառությամբ մեկ ապահովագրականի, որը չի մասնակցում ապահամակարգի, մնացած 6-ը, որտեղ 7 ընկերություն ենք շուկայում, 7 մասնակից ունի շուկան, 6 ընկերության պորտֆելում, այո, ապան գերակշռող մաս ունի, որտեղ ինքը մինչև համապարփակ առողջության ապահովագրության ռեֆորմի իրականացումը միակ պարտադիր ապահովագրատեսակների իրեությամբ 2010 թվականից ի վեր։ Այս պարտադիր առողջության ապահովագրությունը ինքը ինչ կարգի պոտենցիալ ունի, այսինքն օրինակ համադրելի ապայի հետ ավելի մեծ է լինելու։ Իրականում ավելի մեծ է լինելու, որովհետև մարդիկ ավելի շատ են, քան մեքենաները։ Այո, ավելի մեծ է լինելու։ Այս պահին ռեֆորմում նախատեսված են 1.5 միլիոն անց,
բայց իրականում եկող տարի սպասվում է, որ ամբողջ բնակչությունը Հայաստանի Հանրապետության պետք է արդեն մտնի ռեֆորմի մեջ, խմբի մեջ ապահովագրության, իսկ որպես ապահովագրատեսակ, լինելով պարտադիր ապահովագրատեսակ, ես կարծում եմ, որ ինքը շուկայի համար, այսինքն ապահովագրական ոլորտի զարգացման տեսանկյունից, առհասարակ ոնց է միջազգային շուկաներում էլ երբ որ նայում ես, ոլորտը զարգանում է, եթե կա պարտադիր պահանջ դրա նկատմամբ, եւ միանշանակ բերելու է ոլորտի զարգացմանը։ Այս պարտադիրը միշտ չի, չէ՞ որ պարտադիրը եւ պետականը պետք է միտեղ լինեն։ Միշտ չի, որ պետք է միտեղ լինեն, բայց նաեւ երբ որ ուսումնասիրում ես փորձը, որ կա շատ լավ համագործակցություն պետական եւ մասնավոր ոլորտների միջև, ինքը առավել արդյունավետ մոդելներն են այդպիսին։ Սինգապուրի մասն եմ կարդացել, որ բավականին առաջատար է։ Օրինակ իրանց մոտ ո՞նց է պետական մասնավոր նայել եք։ Չէ, Սինգապուրը չեմ նայել։ Համադրելի որոշ երկրներ նայել ենք եւ փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ իրականացվում է այս ռեֆորմը պետական եւ մասնավոր համագործակցությամբ, ինքը միշտ արդյունավետության բարձր է։ Այսինքն պետությունը սպասարկում է բազային նվազագույն փաթեթը, իսկ մասնավորները կարողանում են իրենց առաջարկները ներկայացնել արդեն լրացուցիչ փաթեթների տեսքով եւ ի տարբերություն պետության տալ սերվիս, որովհետեւ մեր խնդիրը մենք շահույթ հետապնդող կազմակերպություններ ենք, մենք մրցակցում ենք իրար հետ եւ մեր մրցակցության արդյունքում ձևավորվում է լավագույն առաջարկը մեր սպառողներին, որ մենք կարողանանք ով լավ սպասարկում ու սերվիս կտա իր հետ համագործակցող բուժ կենտրոններով կամ բժշկական ծառայություն մատուցող կազմակերպություններով միանշանակ իր ծառայությունը կլինի լավագույնը սպառողի համար։ Ես իմ կարիերան սկսել եմ ապահովագրությունից։ Ամերիկայում New York Life դեռ եմ սկսել։ Իմ առաջի աշխատանքը եղել է կյանքի ապահովագրությունը վաճառելը։ Այդ 99 նոր է ավարտել։ Իհարկե չստացվեց, որովհետև կյանքի ապահովագրություն վաճառելը դա բավականին բարդ product է ու 24 տարեկան 22 տարեկան երեխա չի կարող վաճառել այդ product-ը։ Մեծ մարդու կյանքը։ Մենք Հայաստանում չունենք, չէ՞ դեռևս։ Մենք դեռևս չունենք, որովհետև կենտրոնական բանկի կարգավորումներով ապահովագրական ընկերությունը 7-ն ունեն ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա եւ ունենք սահմանափակում, որ չեն կարող միաժամանակ երկու լիցենզիա ունենալ, բայց նաեւ այդտեղ հակագծերը բացեմ, որ մենք ամեն դեպքում կարծում եմ, որ առաջիկայում կունենանք այս մասով փոփոխություններ, որովհետև անհրաժեշտությունը կա կարիք։ Օրենսդրական նկատմամբ։ Այո։ Ինչ ուզում ասել, քան որ Ամերիկայում եմ սկսել, ես բավականին լավ տիրապետում եմ ամերիկյան ապահովագրական շուկայի նյուանսները, նաև այդ առողջապահության ապահովագրության հետ կապված։ Սովորաբար առողջության ապահովագրությունը բերում է ծախսերի բարձրացմանը, բժշկական ծառայությունների գնի բարձրացմանը։ Moral hazard։ Սովորաբար, որովհետև դա ցույց է տալիս ընդհանուր բոլոր երկրների պատկերը, հատկապես Ամերիկայի, որտեղ որ բացի պետական այդ Medicare, Medicaid, նաև հսկայական մասնակազմում Obamacare կոչվածը, որը բայց Ամերիկայում ուրիշ պատճառներ էլ կա թանկության։ Դրա հիմա Ամերիկայի մասին չի խոսք, ուզում հասկանալ արդյոք պետք է սպասենք, որ բժշկական ծառայությունների արժեքը բարձրանալու է։ Ես հիմա ինչ խոսեմ որպես կանխատեսում, բնականաբար, իմ կարծիքով տեղի կունենա այն, ինչ Եվրոպայում նվազագույնը տեղի ունեցել, ռեֆորմի արդյունքում կանխատեսում եմ, որ կձևավորվեն հետագայում երկարաժամկետում պետական հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն պետական փաթեթներ եւ կլինեն դե պետ պատվեր չասենք, անունը դնենք պետության կողմից սպասարկվող փաթեթ, որովհետեւ այնտեղ ծառայություններով կարող են տարբերություններ լինեն եւ կլինեն մասնավոր կլինիկաներ, որոնք կսպասարկեն մասնավոր փաթեթներին։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Օրինակ, եթե ես ունեմ պետական փաթեթ եւ ունեմ մասնավոր երկուսը, ես ունեմ ընտրելու իրավունք, նույն եվրոպացին ինքը գիտի, որ եթե ուզում է պետականով, կարող է հերթագրվել, սպասել, իր հերթը գա, հասնի եւ գնա պետական բուժկենտրոն։ Որ ավելի մատչելի է բնականաբար։ Այդ գներին ոնց որ հիմա գալիս ենք թե մասնավորում ինչ տեղի կունենա։ Իսկ եթե ես ունեմ նաեւ պետականին զուգահեռ մասնավոր ապահովագրություն, այսինքն
լրացուցիչ փաթեթ եմ ձեռք եւ upgrade եմ արել իմ insurance policy-ին, ես ունեմ հնարավորություն գնալու մասնավոր կլինիկա, որտեղ հերթեր չեմ սպասում, որտեղ ավելի բարձրակարգ ծառայություններ կարող եմ ստանալ եւ ավելի այլ ծառայություններ կարող եմ ստանալ, քան այս փաթեթում։ Իմ կարծիքով, իմ կանխատեսմամբ հետագայում երկարաժամկետում սա է տեղի ունենալու մի փոքր ձևավորվելու է եւ ձևափոխվելու է բժշկական կենտրոնների կոնցեպտները ու մեր ծառայությունները։ Եթե ես ճիշտ եմ հիշում, ապայի գնագոյությունը այնպիսին է սարքած, որ դուք, այսինքն ապահովագրական ընկերությունները ունենան որոշակի շահութաբերության մարժա, ճիշտ եմ, չէ՞, ես ճիշտ եմ հիշում, որ ոնց որ տենց է եղել։ Այս բժշկական ապահովության պարագայում էլի նույն կոնցեպտն է աշխատում, որ ապահովագրական ընկերությունները պետք է ունենան ինչ-որ ապան մասնավորն է անում, սա պետական մի հատ հիմնարկ անում։ Իրականում հետևյալն է, ապայի պարագայում անգամ նույնիսկ մեր լավագույն հաշվարկներով եւ այդ գնագոյացման մոդելներով ինչ է դրվել է, որովհետեւ մենք ունեինք պարտադիր գին 2010-ից թերևս մինչև վերջերս եւ ազատականացվեց ապայի գները, որ ապահովագրականները կարող են իրենց գները հաճախորդին առաջարկել, այդտեղ էլ մրցակցել սերվիսներով եւ այլն։ Ապայի product-ը որպես այդպեսին շահութաբերությամբ թերևս շատ դժվար կհիշեմ տարիներ, որ շահութաբեր է եղել։ Գրեթե միշտ ինքը ոչ շահութաբեր product է համարվում։ Այդ զուտ հավաքած գումար վճարած։ Այո, այո։ Դե բայց ապահովագրությունում մի հատ ներդրումային մեծ բիզնես կա, ճիշտ է, փող այդ ժամանակի ընթացքում փող աշխատելու, հա, միգուցե, բայց ինչքան որ ես եմ լսել, բոլորը ասում են, որ ապան պլյուսով դուրս չես գալիս։ Ահա, այդպես է պատկերը, այնտեղ կան որոշակի խնդիրներ, բայց դրանք կարգավորման մեջ են, ամեն դեպքում պետք է կարգավորվի, որովհետև շահութապնդող կազմակերպություններ են ֆինանսական եւ պետք է կազմակերպությունները ունակ լինեն այդ գինը ճիշտ հաշվարկեն, վաճառեն, որպեսզի կարողանան նաեւ լավագույն փոխհատուցումը հաճախորդին տրամադրեն, դրա լոգիկան լրիվ արդարացված է ապահովագրական ընկերության կոնցեպտի մեջ։ Ինչ վերաբերում է առողջությանը, մենք մեր պորտֆելը, որը մասնավոր ապահովագրականները մատուցել են եւ մատուցում են ներկայումս հիմնականում B2B-ին կարող եմ ասել, որովհետեւ կորպորատիվ, այո, որովհետեւ կորպորատիվում կա պահանջը, որ կազմակերպությունների աշխատակիցների համար վերցնում է, չնայած ունենք նաեւ անհատական փաթեթներ, որոնք մանրածախում B2C-ում եւս շատ ակտուալ են։ Իսկ ապայի շուկան դեպի ուր է գնում։ Վթարները շատացել են, քչացել են, մեքենաները, չգիտեմ, շատացել են թե չէ, փողոցներում շատացել են։ Իրականում վթարները կարծում եմ շատացել են եւ ստատիստիկան դրա մասին է խոսում, մեքենաների կտրուկ աճ որպես այդպեսին չունենք, բայց շուկայում մեքենաների տեսակի տրանսֆորմացիա կա, այսինքն էլեկտրոմոբիլները բավականին շատացել են եւ շատանալու տենդենց ունեն։ Ապայի շուկայում զարգացման միտումներ կան Էլեկտրոմոբիլները որպես դաս ավելի ռիսկային են, թե պակաս ռիսկային են։ Դե իրականում հիմա ռիսկային համարումա վթարավտանգ ավելի շատ շահագործվող մեքենաները դրանք տաքսիներն են։ Էլ օպեր չեն, հիմա տաքսիները, որոնք այո, շատ ճիշտ եք։ Էլեկտրականները։ Այո, էլեկտրական մեքենաներով է հագեցված հիմա որոշ տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ավտոպարկը։ Այդտեղ մեկ խնդիր կա, որի հետ մենք բախվել ենք իրականում ապահովագրողներս, որ էլեկտրական մեքենան իր արժողությամբ ավելի նվազգին ունի, քան երբ որ այդ էլեկտրական մեքենան վթարվում է եւ իր պահեստամասը պետքա փոխարինվի։ Դա ռեալ լուրջ խնդիր է, շատ թանկ է, եւ անգամ երբ որ մենք դետալային այդ մեքենան հավաքում ենք վերջնական արդյունքով, ավելի ձեռնտու է լինում նոր մեքենա գնել ավելի նվազ արժեքով, քան այդ մեքենան հնարավոր է վերանորոգել։ Անկամ մեկ ուրիշ բարդության առաջ ենք կանգնում, որ էլեկտրական մեքենայի տեսակներ կա, որը արտադրվել է եւ անձնատիրապետումը պատահար է ունեցել, էլ չի արտադրվում ու խնդիր կա այդ մեքենայի դետալի գնահատման ու տեղ հասցնելու, որ անձը դա փոխարինի։ Դա խնդիր է, որովհետեւ սովորաբար մարդկանց մոտ ապահովությունը մինչեւ 1.8 միլիոն է, չէ՞։ Սովորական պոլիսի ժամանակ։ Այո։ Ապա պայմանագրով առավելագույն հատուցման գումարը 1.8 միլիոն դրամ է, բայց հիմա ապրիլից արդեն
Նաև կարող ենք իրազեկել, որ ապահովագրական գումարը ԱՊԱ-ի բարձրացել է 2.5 միլիոն է դառել, այսինքն հաշվի առնելով նաև այս իմ կողմից նշած հանգամանքները, որ Իսկ վճարն էլ է շատանում ԱՊԱ-ի։ Ապավճարը փոփոխության ենթարկում են ընկերությունները ամեն մեկը իր գնագոյացման հաշվի առնելով եւ դիմում են ազատականացվածա նախապես 3 ամիս առաջ ավտոապահովագրողների բյուրոյին մոդելը ներկայացնում են, հիմնավորում են, որովհետեւ դա պարտադիր հիմնավորում է պետք, ինչու ես դուք ով գինը փոփոխության ենթարկում, դա կարա եւ բարձրացի, կարա նվազի, կախված նաեւ մրցակցությունից, սերվիսից։ Ինչու են մնում ապահովագրական ընկերությունները այդ ԱՊԱ-ի շուկայում, եթե ինքը շահութաբեր չի, զուտ քրոս-սելինգի համար։ Իհարկե, որտեղ ապահովագրությունը հենց դատայի պատմության վրա հիմնված գործունեություն է, դատան ուսումնասիրելով կարողանում ես նաև cross-selling առաջարկես, upsell անես, այսինքն մենք հիմա ճիշտ նշեցիք, սովորական ԱՊԱ-ով ծածկվում է օրինակ նոմինալ եմ ասում, առաջիկայում 2.5, բայց ունենք շատ լավ փաթեթներ, որը սահմանաչափեր է բարձրացնում եւ դու անձին առաջարկելով ընդամենը օրինակ 5000 դրամի առաջ կարող ես պատասխանատվության եւ չափը ավելացնել եւ քեզ փոխհատուցվող օրինակ կասկոյի փոքր տեսակ ընտրել, որտեղ դու լինես մեղավոր թե լինես անմեղ, դու միշտ փոխհատուցում ես ստանում։ Դրա համար շատ օգնում է հաճախորդների բազայի տեսանկյունից, որ կարողանաս խաչաձև այո վաճառք իրականացնել։ Ինչքան բարդ է կասկոն վաճառել Հայաստանում։ Շատ հետաքրքիր տենդենց կա։ Սկզբում թերևս մինչև 3 տարի առաջ, անգամ կարող եմ այդպես նշել, սպառողի վարքագիծը կասկո ապահովագրություն ձեռք բերելու եղել է բացառապես բանկով վարկավորման պարագայում եմ ես անում կասկո ապահովագրություն եւ եթե բանկ ստիպում է։ Այո, որտեղ բանկը ստիպում է որպես գրավի առարկա պետք է ապահովում ունենա եւ նաեւ օրինակ որոշակի սեգմենտ, որ ինքը թանկարժեք մեքենա է վարում եւ իրեն հարվածելու պարագայում կամ իր հարվածի պարագայում պետք է ունենա նաեւ կասկո ապահովագրություն, որտեղ սահմանաչափերը բավականին մեծ են փոխհատուցման, բայց թերևս հիմա մեր սպառողների վարկագիծը այս առումով փոխվել է, որովհետեւ ռուս-ուկրաինականի հետ է կապված։ Իրականում Ռուսաստանից եկել են հետները բերել են նշել։ Իրականում ռելոքեյթները շատ լավ կուլտուրա են բերել Հայաստան։ Սկսած շիկնարկում։ Դեռ համաձայն։ Սկսած այնքան հետաքրքիր է, սկսած իրենց հետ եկած կենթանու մենք pet insurance ներդրեցինք արագ հրատապ, որովհետև իրենք եկել են իրենց ընտանի կենթաներով, ունեն կուլտուրա մշակույթ, որ իրենց համար ընտանու կենթանու առողջությունը հավասարեցված է մարդու առողջությանը։ Ինչ որտեղ ավելի կարևոր է։ Եվ ինչ որ միտեղ, այո, ավելի կարևոր է։ Ուզում եմ ասեմ, ռելոքեյթները իրենց հետ այնքան հետաքրքիր մշակույթ բերեցին ու մեր բիզնեսը ձևափոխեցին արագի մեջ ադապտանալու տեսանկյունից։ Pet insurance-ից առողջության ապահովագրության իրենց կուլտուրայից սկսած բավականին հետաքրքիր է։ Այսինքն դուք աշխատում եք անասնապահական կլինիկաների հետ, հա։ Այո։ Մենք աշխատում ենք անասնապահական կլինիկաների հետ, ունենք շատ լավ գործընկերներ, որտեղ կենթանին տարեկան չեքափից սկսած, ինչպես մարդը կարա հետազոտվի ու ցանկացած միջամտություն, բժշկական միջամտություն տեղի ունենա ու փոխհատուցվի, որը նաև պատվաստումներից սկսած կենթանու առողջության առումով, մինչև չիպավորում, որ կենթանին օրինակ կորի, բայց չիպի միջոցով գտնեն կենթանուն, շատ հետաքրքիր պրոդուկտ է ինքը, որը մենք ներդրել ենք եւ հիմա նաև սպասարկում ենք։ Վերադառնալով կասկո։ Ահա։ Գնացիք pet insurance։ Այսինքն ավելի շատ ես ճիշտ հասկացա ձեր տրամաբանությունից, որ պրոստը ավելի շատ մարդիկ սկսեն առնել կասկո Հայաստանում։ Ինչու, որովհետև զգացել են նախ վթարները շատացել են, վթարների մեջ շատ են հայտնվում մարդիկ եւ զգացել են, որ այս պրոդուկտը ինքը կարևոր է այնքանով, որ դու անկախ պատահարում իրադրությունից դու մեղավոր ես թե անմեղ ես, դու ունես ապահովություն, որ քո մեքենայի փոխհատուցումը ստանալու ես քո ապահովագրականից։ Այստեղ կարևոր է նաև, որ ապահովագրականները իրենց փորձով աշխատուժով ցույց են տվել, որ այո, փոխհատուցումները իրապես լավ իրականացվում են եւ այդ օգնել է կուլտուրայի վստահության բարձրացմանը եւ կուլտուրայի զարգացմանը կամ ձևավորմանը կարող ենք այդպես ասել։ Ու հիմա ստատիստիկան ցույց է տալիս, որ չեմ ասի ամեն ապա պայմանագիր ունեցող, բայց ապա պայմանագրի անգամ սեգմենտը ինքն է դիմում, ասում ես ուզում եմ նաև կասկո ունենամ,
Տապայի թիվը այսօր խնդալու թիվը ես նոր եմ վճարել 25,000 քանի հազար շատ խնդալու թիվ է։ փող էլի Ուրեմն դուք լավ դասում եք նաև։ ես բոնուսների տակ Այ էդ է ուզում ասել, որովհետև ունենք նաև վթարներ շատ վատ պատկերել, որ բայց այդ է ուզում ասել որ իմ զուտ ուծե ոչ պրոֆեսիոնալ սուբյեկտիվ վիզուալ բանով ինձ թվում է այսօր ավելի վատ են քշում մարդիկ ընդհանուր փողոցում որ քշում շատ ավտո է։ մեքենան շատ է բայց նաև քշելու կուլտուրան ինձ թվում է հետա գնացել իրականում ինչն է օգնում առաջան այդտեղ ապահովագրության մեջ կա ֆրանշիզա կոչեցյալը, այսինքն իր լոգիկան չհատուցող գումարը ապահովադրի մասնակցությունն է փոխհատուցմանը, որը զսպում է վարկագծի առումով, երբ որ տերմինը որոշվել է եւ դրվել է նախկինում ապահովագրության մեջ, իր լոգիկան եղել է այդ, որ դու տալիս ես ապահովություն, բայց դու ասում ես ուշադիր եղիր, դու էլ մասնակցություն ունես, որ այո Չէ, այդ հասկանում եմ, բայց ինձ թվում է, որ մարդը տեսնելով, որ այդ վարորդ քշելու կուլտուրան ավելի իջել է, նաև հասկանում է ռիսկերն է բարձրացել։ Դու կարաս շատ խելոք քո համար քշես, մեկը գաս գան վթարեն, միանշանակ, բայց ինչն է ուզում ասել, ֆրանշիզայի գաղափարը մեր կամավոր ապահովագրության մեջ դրած է, որը զսպում է, որ մարդը ինքն էլ հետամուտ լինի, որ կանխի կամ շատ վթարավտանգ չլինի։ Դե բոնուսները որտեղից է, այստեղ մանր-մունր բաները ինքս եմ վճարում ապահովագրություն չի։ Չեմ դիմում։ Իսկ այ օրինակ ապայում մենք դա չունենք եւ իմ անձնական կարծիքն է ճիշտ կլինի, որ մենք ապայի մեջ էլ ունենանք որոշակի այլ այդ մորալ հազարդի էֆեկտը շատ է։ Այո, իմ կարծիքով մենք դրան պետք է գանք։ Դա ձեր ոլորտի տերմին է, էլի, չէ՞։ Մորալ ուրիշ տեղեր էլ կա, բայց ներդրումայնում էլ կա, մեր մոտ կա։ Իրականում հենց այդ է, այսինքն նպատակ մասնակցել պատահարի կանխմանը եւ պատահարի տեղի չունենալու։ Ու մեր գնդիրների համար բացատրենք մորալ հազարդ տերմինը, որ մարդը եթե գիտի ապահովագրված է, այդքան ասենք ուշադիր չի, կգողանան, կխփի, թե ինչ, մեկ այն որ մեկ ուրիշը վճարում է դրա համար մորալ բարոյական հազարն է վտանգն է, ռիսկն է, բայց իրականում այդ դրույթները ամբողջը որ մշակում ենք վարքագծային, այո, մշակում ենք հենց դա է, որ օրինակ եթե դու գիտես, որ ունես պահեստ, որտեղ որ ապրանք ես պահպանում, ուրեմն պետք է անվտանգության կանոնները անպայման հետևես, որ քո վարքագծով հակահրդեհային եւ այլն։ Այ դա որ մենք մեր վարքագծով պետք է դրսևորենք օրինական ու պատշաճ վարքագիծ, որ տեղի ունեցող իրադարձությունը հնարավորինս տեղի չունենա, այսպես ասեմ, կանխենք, կանխման տեսանկյունից։ Դե դա դուք ձեր ստանդարտներն եք ներդնում։ Այո, իհարկե, օրինակ, եթե կախված ապահովագրատեսակից, եթե մենք ապահովագրում ենք պահեստ, մենք գնում զննում ենք, կա արդյոք հակահրդեհային համակարգ, անվտանգության համակարգ։ Դենց առաջի անգամ ոնց որ հանդիպեցի Շվեդիայում, ընկերս ասեց, որ այդտեղ շինարարական ստանդարտները ապահովագրական ընկերություններն են սահմանում, որովհետև եթե դու սենց չես դուրը դրել կամ պատուհանը կամ ծածկը եւ այլն չես պահել, դու ապահովագրություն չես ունենա, չունեցար, մնացած ամեն ինչի ձերկվում ես ու իրանք մի բաներ ոնց որ ավելի խիստ են, էլի։ Կարող է մի քիչ չափից շատ խիստ են, բայց այդ կողմից է գալիս պահանջ, էլի։ Այո, ստանդարտացման, այսինքն օժանդակում նպաստում է ստանդարտացման երևույթներին։ Գույքի ապահովագրության B2C մարքետ կա Հայաստանում։ Կա B2C մարքետ, որը որ էլի կկրկնվեմ մի մասը վարկավորմամբ, այսինքն եթե ես ձեռք եմ բերում օրինակ Գույքի հիպոթեկով, նկատին ես անշարժ գույք, անշարժ շարժական, անշարժ եմ մասնախոսքերում, գույքի ասելով property insurance։ Այո, property insurance-ը ինքը արդեն հիպոթեկի մեջ մտնող պարտադիր կոմպոնենտով բնականաբար կա եւ ունենք նաեւ որոշակի տեսակներ, առանձնատներ եւ այլն, որը մարդը ինքը ապահովագրում է, որովհետեւ ինչու՞ չէ նաեւ կողոպուտներից, գողության ռիսկից եւ այլն, որը նաեւ կա ու կան կամավոր մարդիկ գալիս ասում են բարև ձեզ, հենց հետաքրքրում է գույքի ապահովագրություն։ Միանշանակ։ Ունենք եւ անշարժ գույքի եւ գույքում արկա ամբողջ վերանորոգումից մինչեւ գույք, կահույք,
եւ այլ տեխնիկա եւ այլն այդ տիպի ապահովագրություններ ունենք եւ on-line-ով է տեղադրված, on-line-ով ենք զապրոսներ ստանում, անձը կարողանում է on-line-ով գնի եւ նաեւ offline վաճառքում։ Որտեվ այդ օրինակ պահեստները դա B2B է, չէ՞։ Այո, պահեստը B2B է։ Օրինակ նորակառույցները կամ կառուցվող շենքերը ունեն ինչ որ ապահովագրական որևէ ինչ որ, չգիտեմ, Պրոդուկտ, հա, կառուցվող շենքերը դե արդեն կառուցապատողը, այո, միանշանակ ունի իր պատասխանատվության ապահովագրություն, ունի աշխատուժի, որը որ աշխատում է կառուցապատման վրա, պարտադիր պահանջ դժբախտ դեպքերից պատահարներից ապահովագրություն, որը շատ լավ կարևոր պրոդուկտ է թերևս շինարարական աշխատանքների ողջ դա ընթացքում։ պարտադիր չի օրենքով, դա ուղղակի մարդիկ էլի Կառուցապատողները, այո, միանշանակ իրենք Կամքով առողջության որոշնող։ դժբախտ դեպքերից ապահովագրությունը պարտադիր վերցնում են, կարծում եմ Այդ թույլտվությունների շրջանակում կառուցապատողինն է, թե պետք է։ շինարարինն է։ Դա շինարարինն է, Շինարարինն է։ բայց կառուցապատողն էլ ունի պայմանագրային պարտավորության ապահովագրություն, օրինակ ես կառուցապատողն եմ, պետքա այս կառույցը հանձնեմ շահագործողին X ժամկետում, ես այդ ժամկետում չեմ հանձնել եւ վրա է հասնում իմ պատասխանատվությունը։ Որպես կանոն չեն վճարում իրանք այդ տուգանքները։ Ձևեր Որպես գտնում են։ կանոն այդ մշակույթը մենք հիմա ապահովագրության տեսանկյունից կասեմ դեռ չունենք ներդրված, բայց քայլեր կան, հիմա այս պահին նույնիսկ պրոյեկտ կա, որի վրա մենք ապահովագրողներս աշխատում ենք, որ ներդրվի, որովհետև շատ կարևոր է։ Մենք գիտենք, որ թերևս շատ ափսոս, բայց շուկայում կան նմանատիպ դեպքեր, որ քաղաքացին հայտնվում է մի իրողության առջև եւ ինքը վճարում է պարտաճանաչ, բայց չի ստանում փաստաթուղթ իր գույքի դիմաց կամ ստանում է բավականին ուշ, երբ ակնկալում էր ստանալ կամ ստանում է այնպիսի գույքի դիմաց, որը չի համապատասխանում։ Քաղաքապետարանն է բավականին ուշ տալիս էլի այդ ավարտական ակտ, մի հատ է շահագործման ակտ կա, շենքերի մի մասը չունի են, ճիշտ է։ Սա շատ կարևորում եմ ապահովագրության տեսանկյունից, որ պետքա մենք ունենանք այս պրոդուկտը եւ ներդնենք եւ խրախուսենք եւ ինչու՞ չէ նաեւ պետությունը պարտադիր սա դարձնի օգուտ նաեւ մեր քաղաքացիների ֆինանսական կայունության։ Զարգացած երկրներում կշիռը բանկային համակարգի ու ապահովագրական համակարգի այնց համադրելի է, մեր մոտ շատ մեծ տարբերություն է բանկային համակարգի եւ ապահովագրական համակարգի։ Ինչքան է հիմա։ Ես չեմ տիրապետում թվերին, բայց եթե ճիշտ եմ հիշում 94%-ը բանկայինն է մոտարապես կամ 92, չգիտեմ, հիշում մեծ է։ Իսկ ձեր փոքր գրասենյակը ինչքան է մեծացել։ Փոքր գրասենյակը թիմի առումով ասեմ, մի քանի աշխատակցից դարել է հիմա ներկապային 240 եւ ավել աշխատակից ունենք, 2025-ի տվյալներով ամենամեծ ապահովագրականն ենք, հավաքագրված ապահովագրավճարների մեծությամբ, եւ շուկան 7 մասնակից է, շուկայի բնականաբար համադրելիությունը բանկերի հետ 240-ի մեջ բաներներ կան, գործակալներ, թե իրանք Չէ, իրենք ապահովագրական գործակալները աշխատում են որպես ինստիտուտ։ Այո, ինստիտուտը կա, իրենք աշխատում են Որ մեզ ծառայությունների մատուցման լրանալուց առաջ տարբեր տեղերից ցանկում են, այո։ Ապահովագրական գործակալը կա եւ իրենք գրանցման փուլ են անցնում, այսպես ասած թույլտվություն են ստանում, որ քիչ-քիչ դուրս չեկավ իրանց այդ ակտուալությունը։ Դե ապայի պահով կարող է դուրս եկավ մնացած պահերով կարող է պետք։ Իրականում ինչ եմ կանխատեսում, որ կլինի։ Հաշվի առնելով թվայնացումը ոլորտի, այն որ մենք հետ հայացք նայենք, թերևս 10 տարվա շրջանակում ռադիկալ տիպային բիզնեսից փոփոխվում ենք արդեն թվային ինշուրտեք, ծառայություններ մատուցող, on-line-ում սկսած պոլիսի կնքումից մինչև սպասարկում կարողանում ենք ապահովենք։ Ապահովագրական գործակալի դերակատարումը ներգրավումից մինչև սպասարկման օժանդակում Էդ է ծառայում նպատակը ինստիտուտի, այսինքն մեր պրոդուկտը ներկայացնել հաճախորդին եւ կարողանալ վաճառել հաճախորդին մեր անունից։ Եթե հաճախորդը որքան թվային դարձավ եւ թվային միջավայրում ինքը կարողացավ իր գնումը կազմակերպի, միգուցե եւ այդքանով ինքը էլ արդեն օֆլայն վաճառքին չի դիմի։ Բայց այստեղ մի հատ մեծ բայց կա, որ անգամ զարգացած թվային շուկաներում ապահովական գործակալի ինստիտուտը չի վերանում, որովհետեւ որքան շուկան մեծ է,
այնքան որքան ընկերությունները ապահովագրական շատ են, այնքան ավելի շատ գործական դերակցություն, այո, այո։ Չգիտեմ ոնց ասեմ հայերեն, it's a relationship business։ Մարդը փոխհարաբերության հատկապես դա վերաբերում է կյանքի ապահովագրությանը, որ մենք չունենք իհարկե, բայց մեծ մասամբ, որովհետեւ մարդը ուզում է ունենա կոնտակտ կոնկրետ, ով իրան վաճառել ու ում ինքը կարող է դիմել այդ հարցի շուրջ։ Երևի դրա համար գործակալները մնալու են։ Եվ այո, իմ կանխատեսմամբ էլ կմնամ, կարող եմ մի քիչ քանակությամբ կամ ձևափոխման բան տեղի ունենա իրողություն, բայց մեր տարածաշրջանի, մեր ենթամշակույթը այնպես է ձևավորված, որ մենք թերևս դեռ մնացել ենք մարդը մարդուն վստահելու, տեսնեմ, գնամ, խոսամ, վստահեմ ծանոթից, բարեկամից, ես դա ձեռք եմ բերում, որովհետև իմ բարեկամը դա ունի կամ ինձ դա խորհուրդ են տվել, բայց նաև դրան զուգահեռ ձևավորվում է մեկ այլ մշակույթ, երբ որ ես կարդում եմ on-line-ում եւ ես գնում ես կատարում եմ on-line-ում առանց զանգահարելու ինչ որ մեկին եւ դիմելու օգնության։ Նա էլ զուգահեռ ձևավորվում է, շատ հետաքրքիր է, բայց իմ կանխատեսմամբ էլ որ ինստիտուտը ամեն դեպքում չի վերանա։ Որ զանգում են ապա են առաջարկում, ասում անցած տարի ես ինչ տեղում էի կարել ու օգնենք բան, դասում on-line մտնում ես 2 կլիկով անում ես էլի։ Եվ ինչ առավելություն կա։ Մասին չի խոսքը։ Ինչ առավելություն կա, որ դու on-line-ում կարողանում ես համեմատես նաև բայց նույնքանից նույն մարդը ասեն կասկո չի ծախում էլի քեզ դա տարօրինակ կամ ուրիշ բան չի փորձում։ Ինչ գործողություններ պետք է անեն ապահովագրական ընկերությունները, որ այդ բանկային համակարգ, ապահովագրական համակարգ տարբերությունը կչանա։ Ինչ պետք է արվի, որ ապահովագրական շուկան մեծանա։ Իրականում սիներգիա է պետք ստանալ։ Մենակ որ ասեմ ապահովագրական ընկերությունները մենք 7-ս միացանք, անգամ ունենք հաջողված կոնցեպտ ստեղծել ենք ապահովագրողների միություն Հայաստանում, որին անդամակցում են բոլոր ապահովագրական ընկերությունները։ Մեր միավորումը ներկայացնում է ապահովագրական ընկերությունների շահերը եւ իր հիմնական նպատակը կանոնադրական հիմնադրամի հասարակական կազմակերպության կանոնում է նրանում, որ կրթել, զարգացնել եւ մշակույթը ապահովագրության տարածել։ Սկսած համալսարաններից մինչև մեր հաճախորդներ եւ մինչև մեր գործընկերներ կրթել հասկացնել ինչու պետք է մարդը ապահովագրություն ունենա ու զարգացնել շուկան։ Բայց նույնիսկ այս միությունը եւ միավորումը բավարար չի, որ մենք կարողանանք այդ խնդիրները լուծենք։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է կենտրոնական բանկի որպես կարգավորողի ներդրումը այստեղ եւ միանշանակ կառավարության ներդրումը պարտադիր ապահովագրատեսակների ներդրմամբ մենք այդտեղ ենք տեսնում, որ հնարավոր է որ ոլորտը զարգանա։ Իսկ դրանք բազմապիսի են, սկսած այ կառուցապատումից մինչև պատասխանատվության ապահովագրության, սկսած բժիշկների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության, ինչու միայն բժիշկների ցանկացած գործունեության, որը որ հասարակության շահերի հետ կապ ունի, գործ ունի, շատ տեսակներ կան հետաքրքիր, որ եւ զարգացած ծրագրեր կան աշխարհում գոյություն ունեցող, որ կարելի է դրանք ներդնել Հայաստանում։ Եվ նույնիսկ համապարփակին հիմա զուգահեռ, եթե մենք ունենք արդեն առողջության համապարտադիր ապահովագրությունը, մեր համար շատ ակտուալ է ունենալ նաև այս իմ ասած բժիշկների մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը։ Ամերիկայում ամենաթանկ ապահովագրությունը malpractice insurance։ Բժիշկները համար այդքան թանկ էլի բժիշկությունը։ Այդ մի պատճառն է, մյուսը որ իրանց աշխատանքի ժամանակի 40%-ը թղթաբանության վրա է գնում։ Հենց նույն այդ կոսած malpractice-ի պատճառով։ Իսկ իրանք փորձում են ոչ մի բանից չշեղվել, տառը պահել։ Ես մի հատ ուրիշ պատճառ եմ տեսնում, իրանց մոտ շատ թանկ են դատավճիռների արժեքները, դրա պատճառով է որ ապահովագրությունը դրա համար շատ թանկ է, այսինքն ինչ-որ մի հատ բժիշկ մի հատ սխալ գործողություն ա արել ու իրան դատում են, չգիտեմ, տասնյակ միլիոնավոր դոլարների դիմաց են։ Իրանց մոտ այդ տեսանկյունից մի քիչ ուրիշ շուկա իհարկե։ Ինձ կարծում եմ այդ ուղիղ կապ ունի շուկայի ընդհանուր մեծության հետ, որովհետև եթե մեր մոտ էլ օրինակ լիներ այդ պրակտիկան, որ դժոխք կողմը դատի է տալիս ու բավականին մեծ գումար է շահում, այդ դեպքում ահագին կփոխվի ոլորտը, տարբեր ոլորտներում ապահովագրությունը կսկսի դառնալ շատ կարևոր։ Իրականում այդտեղ ինչու է ապահովագրությունը կարևոր,
Սկսած սպառողից, երբ որ ես դիմում եմ բուժկենտրոն եւ ես գործ ունեմ մասնագիտական գործունեության հետ, ես ունեմ վստահություն, որ պատասխանատվությունը մասնագետի ապահովագրված է, այսինքն սկսած տուժողից ես ինքս որպես սպառող վստահությունը բարձրանում է բուժկենտրոնի հանդեպ ել ավելի եւ ավարտած բուժկենտրոնից, որտեղ գործում են արդեն բժիշկները, այդ ձեր ասացի պես, չգիտեմ, ֆինանսական բարդ հետևանքներ, որոնք կարող են վրա հասնել, երկուստեղ շահերը արդեն ապահոված են լինում։ Ինքը շատ պետքական եւ շատ կարեւոր պրոդուկտ է։ Իսկ բժիշկի համար միանշանակ շատ կարեւոր է այս պրոդուկտը ունենալ, որը անընդհատության առումով ապահովելու է ֆինանսական կայունություն իր համար, որ Աստված մի արասը, եթե կլինի այդպիսի դեպք, ունակ լինի պացիենտը ստանա փոխհատուցում, իրավիճակի շտկում եւ վերականգնում։ Դա էլ է շատ կարեւոր, այսինքն ոչ միայն արկա եղած ծախսի փոխհատուցումն է, այլ արկա վիճակը, որ պետքա, չգիտեմ, 2-3 վիրահատությունով հասնել շտկման, դա էլ է փոխհատուցվում, եւ մնացած այլ ծախսերը, որոնք կապված են այդ գործողության հետ, սխալ կատարման հետ։ Եվ այս ինստիտուտում մի կարեւոր բան էլ կա, որ մասնագիտական անփութությունը կամ սխալը ինքը պարտադիր չի, որ դատական ակտով հաստատվի։ Կարող է հաստատվել, կան այդպիսի տեսակներ, երբ որ հաստատվում է հանձնաժողովային որոշմամբ։ Այլ բժիշկների հանձնաժողովային որոշմամբ, ինչու, որտեղ մենք հանձնաժողովային որոշումով կարճ ժամկետում հասնում ենք իրավիճակի հաստատման, դրանից հետո անձը շուտ ստանում է իր փոխհատուցումը եւ հետագա ընթացքը գնում է արագ ապահովում է, իսկ եթե մենք խոսենք դատավճռից, բնականաբար գիտենք, թե ինչքան երկար կարա դա պրոցեսը տևի։ Մենք չունենք, բայց եթե ներդրվի, պետք է հանձնաժողովներ լինեն, կարա մասնագիտացված դատարան չկլինի գործը, բայց դրա կոմպետենցիա ունենա, չէ՞ որ որոշի, բժիշկ պետք է լինի երևի թե։ Այդ բարգամ հանձնաժողովը իհարկե այդ հարցը լուծում է։ Ձեր պորտֆելի մեծ մասը վերապահովագրված է։ Պորտֆելի մեծ մասի վերապահովագրության հարցը հետեւյալ կարգավորում ունի։ Կենտրոնական բանկի նորմատիվներով կա որոշակի սահմանաչափ, որի պարագայում դու պարտավոր ես վերապահովագրություն իրականացնել եւ դու կարող ես նաեւ կամավոր ինքդ էլ վերապահովագրես առանց կենտրոնական բանկի պահանջի։ Մենք աշխատում ենք A+ ռեյտինգով վերապահովագրողների հետ եւ ունենք շատ հուսալի ու լավ գործընկերներ եւ ամբողջ ապահովագրական բիզնեսի հիմքում դրված է լավ վերապահովագրական գործընկեր ունենալու գաղափարը, որովհետեւ երբ որ դու ռիսկը ստանձնում ես եւ դու դա ինքնուրույն չես կարող սեփական պահումով պահես քեզ վրա, դու պետք է վերապահագրես իրականում վերջնական հատուցումը, որը որ հաճախորդը պետք է ակնկալի այդ պարագայում վճարվում է վերապահովագրական ընկերության կողմից։ Այդ առումով ուզում հարցնել, այսինքն ունենալով վերապահովագրություն դուք ավելի շատ կարող եք վաճառք ունենալ համեմատաբար ձեր կապիտալի, չէ՞, որտեղ դուք վերապահովագրել եք ռիսկը։ Միանշանակ, այո։ Ճիշտ է, մարժան իջնում է շահութաբերության, բայց դու կարողանում ես լինել ծավալները մեծացնել։ Այո, ծավալները մեծացնել, ճկուն սակագներ ստանալ, ինչքան լավ վերապահովագրական զարգացած գործընկերների հետ աշխատես, այնքան լավ մրցակցային գին կարող ես ստանալ։ Այդ բժշկականի պահով քանի հիշում եմ, ես Google-ի AI դարում ոնց որ մարդիկ ավելի շատ են, չէ՞, նետում կարդում դու բժիշկին ասում դու ինչ ճիշտ չես բուժում, ես ինչ բան եմ կարդաց։ Այդ ինչ որ ձև ազդում է այդ բժշկական սխալի բժիշկներին ավելի շատ են փորձում սխալ հանել, թե չէ։ Իրականում 2 օր առաջ LinkedIn-ում հետաքրքիր post էի կարդում, մենք այս տարի թողարկեցինք հատուկ պրոդուկտ AXA ապահովագրական ընկերության հետ ֆրանսիական։ Այդ իմ հաջորդ հարցն։ Եվ AXA-ի post-երից էի կարդում, որտեղ խոսվում էր, որ Եվրոպայում 60-ից ավելատոկոսը, երբ որ անձինք կոնսուլտացիան բժշկական իրականացնում են AI-ի հետ։ Այդ ստատիստիկան Եվրոպայում կա։ Իրականում ես դրան ված չեմ դիտարկում, ինքս իմ կարծիքը կարող եմ։ Մի բան է, որ AI-ին հարցնես, ասես այս սիմպտոմները ունեմ, ինչ է մոտս, բայց մի բան է բժշկին ասես, չէ, դու չգիտես, սխալ ես բուժում, AI-ը ասել է։ Այո, այդտեղ խնդիր ունենք, այսինքն բժիշկների գործը իմ կարծիքով ավելի բարդանում է, որովհետև աուդիտոր ծանոթների զանգել էր, ասում եմ, մեր
աշխատողները AI-ում չգիտեմ ինչ են հարցրի աուդիտի մասին, եկել են ինձ ասում են ես խաղ կան։ Դե ոնց է օրինակ ասենք Սորբոնում ես ունեի մի կուրսեցի, ով որ վիճում էր դասախոսի հետ, փորձում էր սխալ հանել դասախոսին, ասելով հղում տալով AI-ին, ասենք այդպիսի իրավիճակ ունենք, բայց այստեղ ինչն է կարևոր, որ մենք որպես մասնագիտական գործունեություն իրականացնողներ շատ ուղղորդենք որոշակի լեվելից հետո, այսինքն որոշակի աստիճանից հետո, որը որ արդեն դեղորայքի նշանակում է եւ այլն, անձը պետք է ունենա այդքան գրագիտություն, որ ինքը միանշանակ դիմի բժշկին։ Սովորական փուլերում, երբ որ մենք խոսում ենք ինչ որ հետաքրքիր հարցերից, որ օրինակ կարող է ես ալերգիա ունեմ ես ինչ ծաղիկից, այո, կարող ես դու այդ ծաղիկից ալերգիկ կարող է որոշակի խորհրդատվական հատված AI-ով իրականացվել, բայց կա որոշակի աստիճան, որից հետո միանշանակ արդեն պետք է օգտվենք բժշկից։ Դե բժիշկն է կսկսել AI-ին։ Իսկ աքսա ասեցիր դուք այս տարի մեծ միջոցառում արեցիք ու շուկայում ոնց որ ինչ որ չգիտեմ տեկտոնական է թե չտեկտոնական է, բայց շարժեր կա, ձեր մրցակիցներից մեկին ձեռք բերեցին ավստրիացիները, դուք աքսա չգիտեի։ Ում են արել ավստրիացիք։ Լիգա, հա։ Լիգան Ռոսգոստրախը չէ՞։ C կվադրատի հետ կապված ավստրիացի կարան ընդհանրում եմ կենսաթոշակայինի վերջի փուլի այդ էքզիտների հետ կապված։ Անուիցետների Okay։ Դուք էլ աքսայի հետ եք ինչ որ ինչ եք անում։ Ահա, մենք աքսայի հետ Դու տեսա սիրուն ծաղիկները ծրավերած բաներ կար Մարիոտում։ Ռասական ոճով, այո։ Մենք աքսայի հետ ռազմավարական գործընկերության հուշագիր ենք ստորագրել։ Այդ կու Սորբոնն սովորել այդ կապ ունի։ Չէ, դրանից առաջ է եղել 2 տարի առաջ մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության հուշագիր, որով որ հիմք դրեցինք տարածաշրջանում առաջին անգամ, դե աշխարհի լիդերներից է աքսան, ոտք է դնում տարածաշրջան, մենք միասին թողարկում ենք առողջապահական մեծ փաթեթ International Health Insurance, այսինքն միջազգային առողջապահական ծառայություններով լի մեծ փաթեթ։ Զբոսաշրջիկների համար։ Ոչ, չէ՞։ Ոչ։ Զբոսաշրջիկը travel insurance-ն է։ Առողջապահական զբոսաշրջիկներ։ Սա առողջապահական, ինչու՞ չէ, կարող ենք այդպես էլ ասենք, medical tourism շատ զարգացած բան է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանում է դառնալ աքսայի քարտապան, ձեռք բերել աքսայի քարտը եւ մենք ոնց ենք Հայաստանում օգտվում առողջապահական ծրագրից, սկսած տարեկան մեկ անգամ չեքափից, ցանկացած բուժ կենտրոն, որը մտնում է աքսայի գործընկեր բուժ հաստատությունների, իսկ դա 2 միլիոնից ավել է ցանցով, ամենամեծ ցանցն ունի աքսան աշխարհում, Եվրոպայում կարողանա տարեկան մեկ անգամ բուժ զննում անցնել եւ ստանալ ախտաբանական երևույթների բուժում, դեղորայքային բուժում, բժշկական երկրորդ կարծիք, շատ մեծ լայնածավալ փաթեթ կա։ Իրականում ինքը ֆիքսված արժեքով չի եւ ամենամեծ կոմպոնենտը, որ գնի վրա ազդում է, դա տարիքն է անձի եւ անձի առողջ ապրելակերպն է ազդում այսպես ասած գնի նվազման վրա, մենք հարցաթերթիկ ենք լրացնում, որտեղ անձը նշում է իր տարիքը, իր զբաղմունքը, աշխատում, ինչքանով է ինքը ռիսկային։ Ակտուարական իրան Առողջության օրինակ եթե սպորտով զբաղվում ես, չես ծխում, այդ ամբողջ կոմպոնենտները ազդում են գնի ձևավորման վրա։ Դա եթե ինչ-որ մեկը շուստր է ու սա սխալ է պատասխանում, ինչ եք անելու։ Իրականում հարցաթերթիկը դուք զննում անելու եք մարդուն։ Տեսեք, հարցաթերթիկը երբ որ մենք լրացնում ենք, չէ, մենք զննում չենք անում, անձը լրացրեց ուղարկեց, մենք հիմք ենք ընդունում անձի տվյալները, որը ինքը ներկայացրել է ապահովագրողը, դա օրենսդրորեն եւ մշակված փաթեթով աքսայի հետ մշակված փաթեթով այդպես է նախատեսված, բայց դրանից հետո եթե անձը գնաց արդեն օգտվի ծառայությունից եւ ինքը հայտարարեց այլ բան, որը հակասեց, որ հայտարարել է նախկինում, կարող է ընդհուպ ունենալ խնդիր, որ եթե ես կեղծ բան եմ հայտարարել, ես հատուցում չստանամ։ Ծխող ասել է ծխող։ Դե օրինակ, հա, դա է նկատում եմ։ Մեր արդեն պարտաճանաչում բարեխոսության քաշը սխալ է ասել, քբոյ քաշ համատությունը էլի, տարբեր բաներ կան, որոնք ազդում են իրենց որոշման վրա։ Կամ էլ հա ջիմ գնում են, թե չէ, բարապում են, թե չէ, հա։ Ամիսը մեկ
Կարծում եմ, այո, շատ կարևոր է բարեխղճությունը, որ պետք է անձը ճիշտ գրագետ լրացնի, որից հետո կախված է նաև իր հետագա փոխհատուցում ստանալու նաև իրավունքը։ Բայց ինչ վերաբերում է գնին, մենք շատ հետաքրքիր բան ունենք Եվրոպայի համեմատ եւ փաթեթները այսպես են ամբողջ աշխարհ, ներառալ ԱՄՆ-ը եւ ԱՄՆ-ն երբ որ հանում ենք, գինը միանգամից փոփոխվում է, որովհետեւ ձեր ասած արդեն հարցով պայմանավորված այդտեղ բժշկական ծառայությունները բավականին թանկարժեք են։ Մենք Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ռեզիդենտ անձանց համար շատ լավ գին ենք ստացել, կարողացել ստանանք։ Սահմանափակումը դրված է, որ կարող են գնել այս փաթեթի նայր ինշուրանսից բացառապես քաղաքացիներ եւ ռեզիդենտները։ Բայց դուք ձեր հաճախորդներին ոչ այդ պրոդուկտները, ասենք, տարանջատում անում եք, ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ։ Չէ, մենք տարանջատում չենք անում, եթե ոչ ռեզիդենտներին քարտերը թանկ են, չէ՞ տալիս։ Չէ, եթե եկել է մենակ քարտերը։ Եվ ապահովագրվում է, մենք մեր գործող տարիֆներով սպասարկում ենք, բայց այստեղ ինչն է կարևոր, որ երբ որ պրոդուկտը ուզում ենք թողարկենք, կարծում ենք, որ մի 6 ամսում դա կթողարկենք։ Բավականին երկար տևեց, որ իրեն մշակել ենք շատ երկար ժամանակ, մեր ամբողջ 10 տարվա ստատիստիկա ենք տվել, առողջության ապահովագրության պորտֆելով իրենք ուսումնասիրել են, գնողունակությունն են ուսումնասիրել, վճարունակությունն են ուսումնասիրել եւ կարողացել ենք շատ լավ գներ ստանալ, անգամ եթե մենք այո, պրոդուկտը արդեն կա, արդեն կարող ենք ձեռք բերել, եթե մենք մեր ուժերով փորձենք գնանք Եվրոպայում անգամ միայն check-up-ը նայենք, այդ check-up-ի արժեքը, որը Եվրոպայում ես պետքա վճարեմ, վճարելով Հայաստանում մենք ստանում ենք դառնում ենք ակցիայի քարտապան, ստանում ենք առողջապահական ծառայություն, որը ծածկում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում այդ ամբողջ ծավալը նայր ինշուրանսի կողմից, այնպես էլ Հայաստանից դուրս եթե ես եկա, արդեն ակցիայի կողմից Բայց այդ եթե թե ես կարող եմ ամբողջը Հայաստանում ստանալ։ Ճամփորդությունը փոխհատուցվում է, թե դա առանձին է։ Տեսեք, ճամփորդության ապահովագրությունը Չէ, նկատի ունեմ, ընդհանրենք գերման Հայդելբերգի կլինիկայում ուզում գնամ։ Ես ինքս եմ գնում հասնում այնտեղ, ակսան փակում է։ իհարկե։ Այս գնալը կապ չունի։ Գնալը կապ չունի։ Նույնիսկ եթե դեպքա տեղ ունեցել։ Դուք կարող եք նախապեսել մեր այստեղ պրոդուկտի ամբողջ ուժեղ կողմը նաև կայանում է նրանում, որ մենք 24/7 հայալեզու մեր զանգերի կենտրոնով սպասարկում ենք իրականացնում պրոդուկտի, այ ոնց է մեր քաղաքացիները, ովքեր լեզվի բարիեր ունեն եւ չկարողանան դժվարամատչելի լինի Եվրոպայում կամ աշխարհի ցանկացած կետում ստանալ բժշկական ծառայություն, իրանք դիմում են մեզ եւ մենք ապահովում ենք սկսած հանդիպումը բժշկի հետ, կոնսուլտացիայից մինչև վիրահատական օրվա նշանակում ամբողջ ուղեկցում ենք, որպեսզի անձը որևէ խնդիր չունենա այս պրոդուկտի սպասարկման մեջ։ Մինչև սա մեր Հայաստանի շուկայում նման պրոդուկտ մեծ ծավալով չի եղել։ Առաջին անգամը, որ Հայաստանի Հանրապետությունում այս ծավալով առողջապահական ծրագիր է ներդրվում միջազգային, եւ մենք ինքներս գիտենք, որ որևէ խնդրի լուծման համար դիմում էինք միջնորդ կազմակերպությունների, որ կազմակերպեին, ուղարկեին փաստաթղթերը, թարգմանեին, ժամադրություն վերցրեին բժշկին աշխատում էին։ Այո։ 24/7 AI-ն է պատասխանում հայերեն։ Չէ, մենք ունենք շուրջօրյա զանգերի կենտրոն ու բավականին լավ զանգերի կենտրոն, մի քիչ ֆիլտրով գլուսկով են։ Ես այնօրը միտեղ հեռուստալիք էի նայում, բան առաջի հայկական AI հաղորդավարն էր խոսում։ Շուտ լուրեր։ Իրականում այնպես չի որ դա վատ բան է, կարող եմ քիչ առաջ խոսում ենք որոշակի լավա թե վատ, չէ, մեր մոտ մարդ նստած չի, մարդիկ են նստած անգամ, որովհետև հերթապահություն է իրականացվում, բայց նաև չի բացառվում է այս տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց, որ այո կլինի մի օր, որ այդտեղ որոշակի լեվելում նաև կլինի որոշակի գործառույթը AI-ով փոխարինելու հնարավորություն։ Ձեր ակտիվները, եթե ես ճիշտ եմ հիշում, ԿԲ-ի կողմից կան սահմանափակումներ, թե այդ ակտիվները դուք կարճաժամկետ, չէ, մշտապես գումարները ներգրավում եք, պարբերաբար վճարում եք, բայց այդ ներգրաված մասը մնում է ձեր ակտիվներում, պետք է կառավարվի։ Իմ թեմայից։ Վաճառքներից։
հələ չէ։ Տեղաբաշխումն է։ ԿԲ-ն, եթե ճիշտ եմ հիշում, ունի որոշակի սահմանափակումներ, թե որտեղ կարող են ներդրված լինել ձեր ակտիվները։ Դա ձեզ չի սահմանափակում պոտենցիալ եկամտաբերությունը ապահովելու համար, որտեվ բարձ է դուք ունեք ձեր ակտուարական տաբլիցաները, որով դուք որոշում եք այսինքն թե գինը ինչքան է, բայց նաև դուք ունեք այդ ակտիվների կառավարման բլոկը, որը այդ նաև այդ ընթացքում, որ ձեր մոտ է այդ գումարը, դուք աշխատացնում եք այդ գումարը։ Հիմա այդ տեսանկյունից ԿԲ-ի կանոնակարգերը չեն սահմանափակում ձեր պոտենցիալ եկամտաբերությունը։ Կենտրոնական բանկը, այո, շատ իրավացիորեն ճիշտ նշում եք, ունի սահմանումներ, թե մենք որտեղ կարող ենք տեղաբաշխել եւ այդ սահմանումներով էլ հստակ առաջնորդվում ենք, բայց կարծում եմ, որ ոչ թե սահմանափակումը, այլ ելնում ենք այն ընդհանուր գաղափարից, որ մեր հիմնական գործունեությունը մեր վճարունակության եւ ֆինանսական կանոնությունը ուղղված է սպառողին եւ այդ սահմանափակում դնելը հիմնավորված է նրանով, որ պետքա ոչ ռիսկային լինի մեր ցանկացած գործունեություն, դրա համար ես միանշանակ կողմ եմ, որ ապահովագրական ընկերությունները պետք է առաջնորդվեն ներդրումներ իրականացնելուց բացառապես կանոնակարգումով, որպեսզի ի վերջո սպառողի շահերը, որը որ պետք է երաշխավորված լինի, որևէ պարագայում ռիսկային չլինի։ Մի քիչ ավելի թույլ լինի։ Իմ հարցը ավելի շուտ այդ ինստրումենտարի իմաստն էր, հա, ոչ թե որ ԿԲ-ն կանոնակարգումը։ Մի քիչ ավելի թույլ լինի, շատ կդժվարանամ դրան պատասխանեմ, որովհետև դրա մասնագետը չեմ։ Ես կարծում եմ, որ ճիշտ է կանոնակարգում ունենալը, թե թույլ թե ուժեղ կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Ես հասկանում եմ, որ ԿԲ-ն սովորաբար նայում է best practice-ը որն է ամբողջ աշխարհով, օրինակ, չգիտեմ, ինչքան որ ես եմ տեղյակ, սովորաբար ապահովագրական ընկերությունները սահմանափակված են, որ պետք է լինի առնվազն կամ AA կամ 1A կարգի պարտատոմսեր պետք է պորտֆելում լինեն, որ պետական պարտատոմսեր, որպեսզի դու վստահ լինես, որ այդ գումարը չի կորում, երբ որ պետք է վճարումները կատարել անել։ Պրոստը հետաքրքիր է։ Հիմա որ լսենք մասնագետներին, օրինակ մեր ընկերությունում մասնագետ կա, որ հենց կառավարումն իրականացնում է, միանշանակ երևի թե կասի, այո, սահմանափակումը, եթե ավելի ազատ լինեն, կարող ենք էս ապահովել, բայց որպես մենեջեր ես կարծում եմ, որ ամեն կարգավորում եւ կարգավորող մարմինը ինքն է հաշվի առնում լավագույնը կարգավորելու ելնելով սպառողի շահերից։ Ոնց է որ մարդը իրավաբան է, այդ բեքգրաունդից է եկել ինքը մի անգամ ռիսկի չգնացի էլի։ Սպեկուլատիվ բաներ եք խոսում, էսի չկապում։ Ես մի հատ երևի վերջում հարց տամ աշխատաշուկայի եւ երիտասարդներին ներգրավելու մասով ոնց է հիմա ձեր մոտ երիտասարդներին հետաքրքիր է ապահովագրական ոլորտը։ Մենք մի հատ հետաքրքիր դինամիկա ունենք այս մասով։ Որոշակի ժամանակ IT մասնագիտացմամբ այդ որքան զարգանում էր IT-ին, որքան կազմակերպությունները իրենց գործունեությունը, այսպես ասած, զարգանում էր, այնքան մեր շուկային ֆինանսականը դառնում էր ոչ գրավիչ։ Եվ անգամ կադրերը մեր մի փոքր հաշվապահություն, մաթեմատիկական գիտելիքով աշխատակիցները միանգամից վերապրոֆիլավորվում գնում էին IT։ Մենք ունենում էինք լավ կադրերի արտահոսք ոլորտից ընդհանուր առմամբ։ IT-ին ցամաքել է։ Այդ ֆոնի վրա մենք տարբերություն զգում ենք, որ նաև ասենք բանկի ու ապահովագրականի եթե համեմատենք էլի ոչ թե ֆինանսներ IT։ Ահա, եթե զուտ ֆինանսական ոլորտում նայենք, ապահովագրության հանդեպ հետաքրքրություն կա։ Չեն կարող ասել ապահովագրությունում աշխատել։ Ավելի նեղ մասնագիտական է, այդպես կասեմ, դժվար ու թույլ հեշտ չեմ ասի, բայց ավելի մասնագիտական։ Դե իրականում մաթեմատիկան ոչ բոլոր տեղում է, դա ակտուարն է, այո, ակտուարներն են, որոնք որ մենակ ֆինանսական ոլորտի կազմակերպություն, մենակ մենք ունենք ակտուար տերմինը, մնացածը չունեն, կա նաև ստորաբաժանում ակտուարական կրթական մասով։ Համալսարանում։ Այո։ Մենք գիտենք։ Հա, ճիշտ է։ Ես ինձ մեկ դասում տալիս։ Ես հանձնաժողովում եմ։ Ահա, ճիշտ է։ Բայց ընդհանուր առմամբ ինչ մենք էլ դեր ունենք այդտեղ ու մենք դեր ենք ստանձնել, որի մասին ես ուզում եմ նաև կարևորեմ։ Ձերքը ցալած նստել ու ասել, որ հետաքրքիր չեն դիմում կամ արտահոսք կա, դա շատ սխալ մոտեցում է։
Եվ մենք արդեն երկրորդ տարին է մեր ընկերության բարձրագույն մարմինը խորհուրդը որոշեց, որ ռազմավարական զարգացման ծրագիր ենք իրականացնում կրթաթոշակներ թողարկելով, բայց կրթաթոշակները թողարկում ենք բոլոր ֆինանսական հոսքի ֆակուլտետներում։ Եվ մենք 4 բուհի հետ կրթաթոշակներ թողարկեցինք, դրա ամբողջ նպատակը կանում էր նրանում, որ խրախուսել անապահով սահմանամերձ գյուղերի կամ վճարունակության խնդիր ունեցող ուսանողներին հոգալուսման վարձը եւ հետագայում նաեւ որպես մասնավոր ոլորտ գրավիչ լինել ներկանալ, որ անձը դիտարկի նաեւ հետագա իր գործունեությունը այդ ոլորտում։ Իրականում նաև կոմպոնենտ դրեցինք, որ մոգ միավորը շատ կարևոր է, որ պահպանի ամեն տարի, որ 4 տարվա ուսման վարձը փոխհատուցվի, որ հանկարծ այնպես չլինի ֆինանսավորենք ավելի վատ արդյունք լինի վարկագծի տեսանկյունից ուսանողի, բայց դա շատ օգնում է կրթական ծրագրերի ֆինանսավորումը, օգնում է նաև ուսանողների ներկանալ եւ որպես գործատու իրենց գրավիչ դառնալ, որ իրենք գան նաև ուսումնական պրակտիկա անցնեն։ Ուսումնական պրակտիկան անցնելուց հետո արդեն դիտարկում է պրակտիկ աշխատանքը եւ դու ունես հնարավորություն, որ ամբողջությամբ ներկայացնես, թե ինչ բենեֆիտներ եւ ինչ մոտիվացիոն համակարգներ որպես գործատու եւ որպես ոլորտ իրեն կարող ես տալ։ Այնպես որ միայն նստել ու ասել, որ գրավիչ չի եւ ձեռուն են սпасել, շատ վատ բանի կտանի, պետքա բոլորս խթանենք, որ ուսանողների համար մասնավոր ոլորտը, ֆինանսական ոլորտը, այն էլ ապահովագրականը դառնա գրավիչ ոլորտ։ Շատ լավ։ Ես հարցերը սպառվեցին։ Իմ մոտ սպառվեցին։ Ես փող չեն տալիս։ Չէ, ինձ վերջերս հայել բերում են, հիմա ապահովագրությունից են բերելու, փաստորեն, շուտով։ Շատ լավ, ես բարի նոտայի վրա մանեին շնորհակալություն ասենք ձեր գործերին հաջողություն, ինչքան լավ ռազմավարական գործընկերություններ կնքեք, ինչքան շատ կրթաթոշակներ եւ լավ գործեր անեք, այնքան ավելի լավ հասարակությունում կապրենք, ձեր գործերին հաջողություն, շնորհակալություն։ Շնորհակալություն հայտնենք, որպես կարգի հետաքրքիր զրույց։ Լուսավորվեցինք ահագին։ Շատ շնորհակալ եմ, ես էլ հրավիրել եմ, ինձ համար շատ հաճելի էր ձեր հետ զրուցել ու այս ամբողջ ճանապարհը միասին հետ հայացք նետել։ Շնորհակալություն։